Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնն ու առողջապահության նախարարությունը կրկին հանդես են եկել արյան անվարձահատույց դոնորության նախաձեռնությամբ։ Այս անգամ ակցիային մասնակցելու էստաֆետը իրար են փոխանցում հանրապետության տարբեր շրջանների բժշկական կենտրոնները։ Մասիսի բժշկական կենտրոնն օրինակ այն քաջարանին էր հանձնել, որն էլ իր հերթին Մարտունին։ Եվ ինչպես միշտ Սյունիքի մարզում անհատույց դոնորների մեծ բանակը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն են։ Ընդհանրապես դոնորությունը դա կորպորատիվ պատասխանատվության մի մաս է եւ սրանով մենք աջակցում ենք համայնքին եւ մեր համայնքի կազմակերպություններին։ Վերջին տարիներին ԶՊՄԿ-ն արյան փոխներարկման կայանի հետ կազմակերպել է արյունատվական ակցիաներ, որի ընթացքում կազմակերպության աշխատակիցները ավելի քան 100 աշխատակիցներ հանձնել են արյուն։ Հարստացուցիչ ֆաբրիկայի աշխատակից Հայկ Հարությունյանը երբևէ չի հրաժարվել անհատույց արյուն հանձնելուց։ Առաջիններից է, ով քաջարանի բժշկական կենտրոն էր շտապել կրկին մասնակցելու «Հանձնիր արյուն, փրկիր կյանքեր» ակցիային։ Շորոտ եք նաև որ տալիս եմ մոնստոսման կոմբինատի աշխատողների շատ մարդ կար։ Մտածում եմ, որ իմ արյունը կարող է ինչ-որ մեկին ինչ-որ բանով օգնի էլի։ Երրորդ անգամ եմ ես մասնակցում ես բանին ես արյուն տանը։ Մեկին օգնում ենք էլի ոնց էլ չլինի։ Միշտ ակտիվ են աշխատակիցները այս հարցում։ Այսօրվա դրության մարդիկ կան, որոնք հենց այդ արյան կարիքը ունեն, անհրաժեշտություն կա ու հնարավորություն չունեն ձեռք բերեն, օգտվեն, առաջինը հենց դրանով է, որ կարողանանք մարդկանց հասնել, օգնել։ Արյան ծառայության Գորիսի բաժանմունքի ղեկավար Արթուր Առաքելյանի խոսքով այս տարի դոնորական ակցիա իրականացվել նաև Սիսիանում։ Պիտի ասել, որ տարեց տարի ակտիվանում է արյան դոնորությունը Սյունիքի մարզում եւ այս բոլոր միջոցառումների ժամանակ առանձնակի մենք զգում ենք քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի օժանդակությունը։ Այսօր նույնպես իր ակտիվությունը ցուցաբերում կոմբինատի աշխատողները։ Հանձնած դոնորական արյունը ծառայում է իր նպատակին Գորիսում լինի մարզի ցանկացած բժշկական կենտրոնում, թե Երևանի բժշկական կենտրոններում։ Հարստացուցիչ ֆաբրիկայի ցանքաքարի ջարդման եւ տեղափոխման արտադրամասից բնապահպանության, կապիտալ շինարարության, անվտանգության բաժինների մի քանի տասնյակ աշխատակիցներ այս անգամ եւս մասնակցել են անվճար նախաձեռնությանը։ Մասնագետների խոսքով արյուն հանձնելը ոչ միայն ողջունելի քայլ է, այլև առողջարար մարդու օրգանիզմի համար։ Հերմինե Միքայելյան, Արթուր Հայրապետյան, Սյունիք լուրեր։